Շարունակ մեր առավոտ լսող վիկենդը ու հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի ներկայացնենք Պերուրին, ով արդեն մեր տաղավարում է, մարդ, որը կարողացավ իր փորձով ու իր աշխատանքով ապացուցել, որ մարդ էակը շատ ուժեղ էակ է, երբ որ ունի նպատակ, երբ որ իր դիմաց սահմաններ ու նպատակ է այսպես դնում ու կարողանում է իր ցանկության, նպատակասլացության, այդ չհանձնվելու կամքի շնորհիվ հասնել հաջողություններին։ Էլ ինչ հաջողությունների, լավ, բակագծերը դեռ չբացենք, փորձենք նրա հետ այս ամենի մասին ավելի մանրամասն զրուցել։ Հյուրընկալել ենք դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Աննա Մաքսիմին։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Բարի լույս, շատ ուրախ ենք քեզ տաղավարում տեսնել, հատկապես որ գեղեցիկ առիթներ եւս ունենք։ Չնայած մինչև հարցազրույցը խոսում ենք նրա մասին, որ 8 ամիս առաջ էր, երբ որ հանդիպեցինք, խոսում էինք ֆիլմի մասին, որը դեռ պետք է հայտնվեր էկրանին։ Ու մինչև կարելի ասել պրեմիերան, իսկ հիմա արդեն ոչ միայն պրեմիերայից հետո, այլև հաղթանակների, մի շարք մրցանակներից հետո ենք հանդիպում, նախ շնորհավորում ենք քեզ բոլոր մրցանակների եւ հաղթանակների կապակցությամբ, եւ ինչպես քիչ առաջ նշեցի, այո, դու վառ օրինակ ես, որ մարդ իր աշխատասիրությամբ եւ նպատակասլությամբ կարողանում է հասնել միշտ հաջողության։ Հետևաբար, արի սկսենք դեռևս առավոտներից։ Ինչպես է սկսվում քո առավոտը։ Նախ ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել ու անչափ զգացված եմ քո խոսքերից, ինձ համար իրականում շատ կարևոր է քո կողմից գնահատված լինելը ձեր կողմից, նոր որ խոսում էիք 8 ամիս առաջ այստեղ լինելու մասին, ասում եմ ինչ հետաքրքիր կլիներ, եթե կյանքում մի այսպիսի հարվածով կարողանայինք տեսնել ապագայում ինչ է լինելու եւ առհասարակ չանհանգստանայինք մեր ապագա նպատակների իրականացման համար, համոզված լինեինք, որ այո, կարողանալու ենք անել այն ամենը, ինչ նպատակադրվել էինք։ Ինչ վերաբերում է իմ առավոտներին, նրանք կտրուկ տարբերվում են իմ նախկին առավոտներից։ Ես հիմնականում մնում եմ քնած, շարունակում եմ լինել անհանգիստ, ինչը որ շատ տարօրինակ է, որովհետև գրեթե կարծես ֆիլմը իր այսպես ասած ավարտին է հասել, ցուցադրություններ են ունեցել, շատ լավ ընդունվել է մարդկանց կողմից, բայց այդուհանդերձ երևի արվեստագետին հատուկ այդ տագնապն է, որ անընդհատ քեզ հուշում է, որ նոր բան երևի պիտի անես։ Երևի դա է եւ առավոտները սովորաբար ես սկսում եմ իմ սուրճի բաժակով, իմ հենց բաժակով եւ երբ ճամփորդում էի, ամենաշատը ինձ տանջում էր, որ իմ բաժակը ինձ հետ չեմ տարել։ Ինչի՞ չվերցրեցի ինձ։ Այո, չէի պատկերացնում, որ 8 ամիս լինելու եմ դրսում, որովհետեւ անդադ մտածում էի, որ ինչ որ մի շրջանում կվերադառնամ, հետո նորից կգնամ, բայց այդպես ինչ որ շրջագայությունների շարք ստացվեց։ Պրեմիերայից հետո սկսվեց ճանապարհը, առաջին տեղը, որ ցուցադրվեց ֆիլմը, բացի Հայաստանի տարածքից, որն էր եւ ինչպես գծվեց այդ ընթացքը, թե որտեղ երբ պետք է ցուցադրվի ֆիլմը։ Միացյալ Նահանգներում եղավ մեր ցուցադրությունը, իդեպ լավ առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր իմ գործընկերներին, ովքեր նաև կազմակերպեցին այս ցուցադրությունները, թե Հայաստանի տարածքում եւ թե արտերկրում, շատ մեծ ու կարեւոր աշխատանք էր, եւ այդ բոլոր ցուցադրությունների ընթացքում ես միշտ ասում էի, որ շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ կամրջում են հայ ստեղծագործողին եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Բոլոր ցուցադրությունները շատ բուռն էին անցնում, կարելի ասել ես 20,000 մարդու աչքերի մեջ եմ նայել, բառիս բուն իմաստով աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում եւ օրինակ նահանգների ցուցադրություններից մեկում 570 հոգի հիմնի տակ մեր օրհներգի տակ ոտքի էր կանգնել եւ ես հասկանում էի, որ հանդիսատեսը արդեն անցել է ֆիլմ դիտելու սահմանը, ավելի շատ իր մեջ արթնացել է հայրենիքի հանդեպ կարոտը, զգացողությունը հաղթանակի հանդեպ, մի խոսքով շատ էմոցիոնալ պահեր էին։ Ինձ համար սա ուղղակի աշխատանք չէր, որ ես ներկայացնում էի, այլ շփում էր հայ մարդու հետ, նաև որպես ստեղծագործող գիտակցում էր, թե մեր ազգը ինչքան կարոտ է հաղթանակների եւ նույնիսկ ֆիլմում այդ հաղթանակը ինչ մեծ արձագանք կարող է առաջացնել նրանց սրտերում։ Բայց ամեն դեպքում ֆիլմը որտեղ էր, ես առաջին անգամ ցուցադրվել։ Միացյալ Նահանգներում, սկսեցինք Միացյալ Նահանգներից, հիմա չեմ կարող հերթականությունը ասել, բայց Միացյալ Նահանգներով կարող ենք սահմանափակել։ Այո, ամբողջ Եվրոպայի տարածքում իսպանական 7 քաղաքներում, գերմանական 8, ֆրանսիական 15, Շվեյցարիայում, Ավստրիայում, Չեխիայում, վերջին 20 օրերի ընթացքում ես 7 երկրում եմ եղել։ 20 օրում 7 երկիր։ Այո, եւ նույնիսկ Ֆրանսիայում ինձ մի պահ կանգնեցրեցին, որպեսզի հասկանան ես ով եմ եւ ինչու է իմ անձնագիրը այդ վիճակում, այդպես։
Ես էլ ասացի Շարլ Ազնավուր։ Կապ չուներ, բայց ասացի։ Վերադառնանք մրցանակաբաշխություններին, օրինակ կինոգիլյաների մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը 4, եթե չեմ սխալվում, մրցանակ միանգամից գրանցեց հաղթանակ, սպասում էր արդյոք այս հաղթանակի եւ ինչ մրցանակների մասն է խոսքը։ Ֆիլմը 4 անվանակարգում լավագույն ռեժիսոր, լավագույն սցենարի հեղինակ, դիմահարդար եւ լավագույն բեմադրող օպերատոր անվանակարգերում հաղթեց։ Ես շատ ուրախ եմ իմ թիմի ներկայացուցիչների համար եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ։ Ինձ համար ինչով է կարեւոր եւ առանձնահատուկ այս մրցանակաբաշխությունը, քանի որ պրոֆեսիոնալներն են իրար մեջ որոշում եւ իհարկե շատ, այսպես ասած, գեղեցիկ է եւ ցանկալի, երբ որ քո երկրի պրոֆեսիոնալները քեզ համարում են լավագույնը այս տարի, այս ներկայացված ֆիլմերի մեջ, ինչպես նաև որպես կին ռեժիսոր դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև գիտեք, որ աշխարհը գնում է նրան, որ կին ռեժիսորները նույնպես հավասար պայմաններում աշխատեն եւ այլն, եւ դա գեղեցիկ պահ էր, այսպես ասած, առաջին հերթին սեռով պայմանավորված։ Իսկ Հայաստանում մենք դրա խնդիրը չունենք, չի նկատվում, որ կին ռեժիսորը թե խնդիրների բախվել ես արդյոք թե ոչ։ Գիտես, նախկինում եմ խնդիրների բախվել, առհասարակ երբ ես նախագիծը սկսում էի եւ ասում էի, որ ես պետք է լինեմ այս ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակը, պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը, միջև հիմա, այսպես ասած, արտառոց է հնչում երևի։ Եվ շատ շատերը կասկածամտորեն էին։ Այո, շատ շատերը կասկածամտորեն էին մոտենում եւ հիմա հակառակ էֆեկտն է, երբ որ ասում եմ ես գոնե մի բանը չլինեմ այդտեղ, մի կերպարում լինեմ որպես ռեժիսոր, սցենարի հեղինակ կամ պրոդյուսեր, սցենարի հեղինակ, միշտ ասում են այդ պարագայում նախագիծը չի հաջողվի, ամբողջը դու պետք է անես։ Կյանքը շատ հետաքրքիր զավեշտ է, այսպես ասած, սկզբում դու համոզում ես, որ քեզ հավատան, հետո էլ բրծում չկա։ Երբ որ հավատում են, լավ ինչ որ միտեղ պետք էլ չէ արդեն, որովհետև դու քո մտքերը ունես, քո նախագծերը։ Բայց սпасելի էր մրցանակները այդ տարբեր ժամանակարգերից։ Անկեղծ ասած ես այնքան հոգնած էի ու այնքան արագ ամեն ինչ ստացվեց, որ անկեղծ եմ ասում, չէի կենտրոնացել։ Գիտեմ, որ տարօրինակ կթվա, բայց իսկապես չէի ֆիքսվել, քանի որ իմ գործընկերները անդադ ինձ հարցնում էին, ես Հայաստանում լինելու եմ, թե չէ, ես հասկանում էի, որ մի բան այն չի։ Մի մրցանակ գոնե լինելու։ Այո, բայց շատ ուրախալի է հատկապես լավագույն ռեժիսոր ճանաչվել։ Իսկապես, օրինակ, եթե լիներ լավագույն պրոդյուսեր, դա ինձ չէր ուրախացնի, այդչափ, որովհետև ես պրոդյուսեր դարձել եմ ստիպված, իսկ ռեժիսոր ես մասնագիտությամբ եմ, այսպես ասած, եւ ավարտել եմ համապատասխան Մոսկվայի ինստիտուտը եւ այլն։ Մի խոսքով ինձ համար շատ լավ եւ կարեւոր իրադարձություն է։ Շատ կարեւոր մի կարծրատիպ եւս կոտրեց վերջին տարիների համար ֆիլմը, բացի նրանից, որ կին ռեժիսորը կարող է այդ բոլոր օղակներում լինելով ստեղծել մի ֆիլմ, որը այսպիսի ճամփորդությունից հետո կրկին կվերադառնա տուն, նաեւ բավականին մեծ գումար վերադարձվեց կինոկենտրոնին։ Ինչ պատմություն է սա, որովհետև շատերը գիտեն 40 միլիոն դրամ վերադարձվել է կինոկենտրոնին, բայց ինչու ոչ ոք չգիտի։ Աղջիկը 40 միլիոնը կտա պետությանը, չի տա պետությունը ինչ եղավ այդ ֆիլմը մի կողմ, բայց շատերն իհարկե հենց ֆինանսին է վերաբերում, բոլորին 40 միլիոնն է։ Եթե չեմ սխալվում, հենց կինոյի օրը այդ լուրը հասանելի դարձավ մարդկանց, եւս մեկ անգամ շնորհակալություն ասելու կինոկենտրոնին, որ աջակցում է այն մարդկանց, որոնք ունեն գաղափար, իրականություն դարձնելու իրենց երազանքը։ Այո, նախ ասեմ, որ գումարը 40 միլիոն դրամ ամբողջովին վերադարձվել է հիմնադրամին, արդեն վերադարձվել է հենց այդ օրը, ամսի 16-ին, Հայ կինոյի օրվա կապակցությամբ ինձ համար շատ նշանակալից օր, եւ եւս մեկ անգամ շնորհակալություն Հայաստանի կինոյի հիմնադրամին, որ աջակցեց ֆիլմին, եւ պայմանը այնպիսին էր, որ աջակցության պարագայում, եթե ֆիլմը հաջողի, ապա ամբողջովին գումարը պետք է վերադարձվի, եւ ինչպես հասկանում եմ, վերջին 30 տարիների մեջ ընթացքում առաջին դեպքն էր, որ այսպիսի գումարի վերադարձ եղավ, եթե իհարկե չեմ սխալվում, հիմնադրամը ինձ կուղի։ Մի խոսքով, այսպես եւ մեր թիմի համար մեծ ուրախություն էր այս հանգամանքը, որ մեր քրտինքով, տանջանքով նկարահանած ֆիլմը, բացի այն, որ ստացավ հանդիսատեսի բարձր գնահատականը, սիրվեց հանդիսատեսի կողմից, նաեւ կարողացավ պետբյուջե վերադարձնել ամբողջ
ամբողջական գումարը հիմնադրամի բյուջե։ Ես միշտ ասում եմ, եթե տղամարդ լինեի կծառայի հայկական բանակին, բայց այսպես ասած այս պարագայում այսպես եմ կատարում պարտքը հայրենիքի նկատմամբ եւ առհասարակ կարծում եմ, եթե յուրաքանչյուրը վերջերս հարկատուի տոններ, եթե յուրաքանչյուրս կարողանա պատասխանատվությամբ մոտենա իր գործին եւ իսկապես նպաստավոր աշխատանք կատարի, միշտ իրեն հարցնի ոչ թե ինչ կարող է երկիրը անել քեզ համար, Քենեդու խոսքերը, այլ ինչ կարող ես դու անել քո երկրի համար։ Գուցե ես մի քիչ հիմա ռոմանտիկ եմ հնչում, բայց համենայն դեպս ես այդ հարցը ինձ տվեցի եւ կարողացա 40 միլիոն դրամ վերադարձնել հիմնադրամի բյուջե եւ հուսով եմ բարենպաստ կօգտագործվեն այդ գումարները, նոր ֆիլմեր կստեղծվեն։ Իրականում պետությունը շատ ճիշտ որոշում է կայացրել ստեղծել նման հիմնադրամ, նման կառույց, որը պետությունից կստանա գումարներ եւ ճիշտ ներդրումներ կկատարի եւ կվերադարձվի այդ գումարները։ Ճիշտ է, արվեստը այնպիսի մի լաբորատոր արվեստ է, որ դու չես կարող հաստատակամորեն ասել, որ այս նախագիծը կամ մյուսը կհաջողվի, բայց համենայն դեպս ստրատեգիկ մտածելակերպի պարագայում կարելի է ճիշտ ներդրում կատարել եւ գումարը նորից դնել շրջանառության մեջ եւ այս պարագայում մենք կինոարվեստը նաեւ կունենանք բիզնես տեսանկյունից, ինչը որ մենք գիտենք, որ կինոն դա գումար է, մեծ բյուջեներ են եւ դա էլ այդ շրջանառությունն էլ կնպաստի էլ ավելի որակյալ ֆիլմեր ստեղծելուն։ Այո, իհարկե, թե կինոն, թե թատրոնը, թե առասարակարվեստը այսօր բոլորիս է արդեն հայտնի, որ ինչու՞ չէ, հենց բիզնես որպես տարբերակ է ընկալվում շատերի կողմից, մարդիկ իրենց ներդրումներն են ունենում, դա կլինեն անհատներ կամ այս պարագայում արդեն որպես պետություն, նաև իրանք ակնկալիքներ ունեն այդ ներդրումներից իրենց շահույթը։ Իսկ այս պարագայում ինձ էլ շատ այսպես ոգևորեց այդ տարբերակը, որ արդեն իսկ գործում է, համենայն դեպս ձեր ֆիլմի շնորհիվ նույնպես, որ պետությունը իր ներդրումն ունի, հաջողում է ֆիլմը, հաջողում է թիմը, մարդկությանը, այսինքն փոխանցվեց ինչ-որ մշակութային կամ արվեստի ինչ-որ մի նմուշ, գործ, աշխատանք, որից հետո նաև իր շահույթն ունեցավ տվյալ պարագայում պետությունը։ Շահում եք թե դուք, շահում եք թե պետությունը։ Բայց այդ օրը դու բեմից նաև խոսեցիր նրա մասին ու շատ կարևորեցիր շեշտելով, որ ամենաշատը սցենարագրությանն ես այսպես հետևել, հարց ու փորձեր արել, խորհրդակցություններ նույնիսկ անցկացրել։ Համաձայն ես արդյոք, որ կարող է ֆիլմում լինել շատ գումար, լավ սցենար եւ նկարահանվի շատ վատ ֆիլմ։ Բայց քիչ գումարի դեպքում լավ սցենարով ֆիլմը կարող է չհաջողել ուղղակի, այսինքն գումարն էլ է այս պարագայում, թե սցենարի թե գումարի առումով։ Համաձայն եմ քեզ հետ, մեր գործում մենք ասում ենք, որ լավ սցենարը իհարկե շատ դժվար է փչացնել, բայց այդուհանդերձ նաև գիտակցում ենք, որ կինոն չի կարող միակողմանի լինել, այսինքն լավ ռեժիսորի պարագայում վատ սցենարով հնարավոր լինի լավ ֆիլմ ստանալ կամ հակառակը լավ սցենար եւ վատ ստեղծագործական, թույլ ստեղծագործական կազմ եւ լավ ֆիլմ ստանալ, այսինքն այս ամեն ինչը պետք է համադրվի։ Ֆինանսների պարագայում ես կասեմ հետեւյալը, որ կա մի բան, որ գումարով չէ, բարեբախտաբար եւ ցավոք դա տաղանդն է, այսինքն մարդու օժտվածությունը աստվածատուր տաղանդ է։ Երբ կա տաղանդ, այսինքն կլինի թե լավ ռեժիսուրա, թե լավ ստեղծագործություն, թե լավ սցենար եւ առհասարակ ամեն բանի կազմակերպումը եւ համադրումը, բայց եթե գումարները պակասում են, դա արդեն բարդ է։ Օրինակ, մեր ֆիլմի պարագայում մենք ստացանք երկու, այսպես ասած, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, որը շատ ծախսատար էր եւ մեր ամեն նկարահանման օրը 15 միլիոն դրամ արժեր։ Մենք մինչեւ հիմա այս պարագայում ես որպես պրոդյուսեր այդ հետևանքները փորձում եմ եկամուտի միջոցով վերադարձնել, որովհետև ես գիտակցում էի, որ կամ սա պետք է նկարահանել լավ, կամ ընդհանրապես պետք չէ նկարահանել, բայց այսպես ասեմ, նույնիսկ աշխարհահռչակ ռեժիսորները կլինի Նոլանը, Սպիլբերգը, նրանք նույնպես ֆինանսի խնդիր ունեն, բյուջեի խնդիր ունեն, ուղղակի տարբերություն մեզ, որ ասենք $100,000 է պակասում, նրանց մի քանի միլիոն դոլարներ են պակասում, այսինքն ոչինչ չի փոխվում։ Միևնույն է, մարդկային երևակայությունը այնքան ուժեղ է, որ միշտ էլ մի բանի համար գումարի պակաս կլինի, բայց ես միշտ առաջնորդվում եմ հետևյալ փիլիսոփայությամբ, որ պետք է անել այն ինչ մտածել ես, անել այն պայմաններում, որում գտնվում ես եւ նրանով ինչ որ ունես եւ կհաջողես։ Քիչ առաջ խոսքումդ նշեցիր երկու շատ հայտնի եւ տաղանդավոր ռեժիսորների։
Կան առասարակ ռեժիսորներ, որոնցով որ դու առաջնորդվում ես կամ չգիտեմ, ոգեշնչվում ես, կամ առասարակ ես համար ինչը կամ ով կամ ովքեր են հանդիսանում ոգեշնչման աղբյուր։ Թե կյանքում, թե արվեստում են բոլոր մարդիկ, ովքեր ավելին են արել, քան ես։ Դե պատկերացրեք, ինչքան շատ մարդիկ կան, որոնք կարող են ոգեշնչել։ Արվեստում միշտ ուսումնասիրում եմ, հետաքրքրվում եմ, հիմնականում դասական արվեստի նմուշներն եմ ուսումնասիրում եւ հետաքրքիր է, որ ամենամեծ ոգեշնչումը հենց դասական հին կինոից է ստանում, ենթադրենք Սև ու Սպիտակ։ Միշտ ասում եմ, որ Օրսոն Ուելսի Քաղաքացի Կեյնը ինձ համար կինեմատոգրաֆի ամենաբարձունքում է եւ մինչ այսօր անգերազանցելի թե գաղափարական առումով, թե այսպես ասած ռեժիսորական եւ կադրային մտածողությամբ իդեպ ասեմ, որ Օրսոն Ուելսը հանդիսացել է իր ֆիլմի թե պրոդյուսերը, թե ռեժիսորը, թե սցենարիստը եւ թե գլխավոր դերակատարը եւ արժանացել է 4 Օսկարի կարծես։ Զուգահեռներ կան։ Այսինքն իրականում ամենակարևորը մարդը ինչպես է իրեն պատկերացնում իր գործում, ինչ է անում այդ կետին հասնելու համար, ինչ այսպես ասած հիմքեր ունի կրթական եւ ինչ նպատակի է ձգտում։ Հրաշալի։ 8 ամիս առաջ մենք հանդիպել էինք այս տաղավարում էլի ու պատմում էինք Մեդալի հակառակ կողմը ֆիլմի մասին։ Վստահ եմ մեր հեռուստադիտողներն էլ կհիշեն այն պատմությունը, թե ինչպես մի օր մարզասրահում փոքրիկ վնասվածքը դարձավ ոգեշնչման աղբյուր։ Եվ դու գտար Նազիկի կերպարը ու որոշեցիր պատմել այս պատմությունը։ Հիմա ինչ մտքեր կան եւ ինչ կերպարներ կան, որոնց պատմությունով կուզենաս որպես ռեժիսոր կամ սցենարիստ ներկայացնել, գուցե նաեւ դերասան ու պրոդյուսեր։ Ֆիլմ, որը կլինի մոտ ապագայում եւ ում մասին կլինի դա։ Իրականում կա արդեն գաղափարը, բայց չի ուզենա իսկապես ժամանակից առաջ ընկնել, խմորումների փուլում եմ գտնվում։ Միայն կարող եմ ասել, որ շատ ավելի բարդ է, քան ինչ որ ես արել եմ, դե պատկերացրեք, եթե ոչ։ Բայց իրականում այդպես է, շատ ավելի բարդ է, քան ծանրածող գլխավերևում բարձրացնելը եւ պահելը։ Սա էլ մի ուրիշ նշաձող է լինելու, համենայն դեպս ինձ համար հատկապես որպես դերասանի, բայց կարծում եմ կյանքը գեղեցիկ է մարտահրավերներով եւ ամենակարևորը, որ քո յուրաքանչյուր քայլը ել ավելի ամուր, ել ավելի հետաքրքիր, ել ավելի առաջ գնացող լինի եւ երբեք չբավարարվես նրանով, ինչ որ ունես։ Նույնիսկ ես բոլոր ցուցադրությունների ընթացքում ես ասում եմ, ճանապարհորդում եմ, ժամանակ եմ կորցնում, ես պիտի նոր բան անեմ, նոր գործով զբաղվեմ, նաեւ պետք է մարդը կարողանա, այսպես ասած, իր կատարած աշխատանքի բերկրանքը վայելել, որը ես ցավոք չեմ կարողանում։ Ես անընդհատ մտածում եմ, թե ինչ պետք է անեմ ապագայում եւ հուսամ ամեն բան լավ կլինի եւ եւս 8 չէ, բայց 18 ամիս հետո ձեր հյուրը կլինեմ եւ կկիսվեմ ձեզ հետ արդեն այդ նորությամբ։ Մենք անամբեր կսպասենք, մեզ մնում է ընդամենը հաջողություն մաղթել, չնայած հետաքրքրությունն այնքան մեծ է, որ մի քիչ առաջ չի հարցեր եմ ուզում տալ, բայց չեմ, սպասենք, թող որ քո ասացի համաձայն։ Եթերից դուրս։ Աշխատանք կլինի, հետո կշփվենք։ Լավ, եթե լիներ հնարավորություն, օրինակի համար նոր սկսնակ, այսպես Աննա Մաքսիմին խորհուրդ տալու Երբ որ նոր էր այսպես իր առաջին քայլերն անում, ինչ խորհուրդ կտայիր ինքդ քեզ։ Երբեք ոչ մեկին չլսել։ Ընդհանրապես մենք շատերս հենց դրա քաշված ենք։ Չգիտեմ։ Երբեք ոչ ոքի չլսել։ Չկասկածել սեփական ուժերի վրա։ Կասկածի տակ չդնել այն տաղանդը, թեկուզ մի նշույլ, որը դու ստացել ես Աստծո կողմից։ Թույլ չտալ, որ մարդիկ քեզ հետ պահեն քո երազանքներից, որովհետև եթե դու այսպես ասած դրա գինը չվճարես, հետո հաշիվն ես վճարելու, բայց արդեն ափսոսանքի հայտնի խոսքեր են։ Միշտ գնալ երազանքների ետևից։ Ես հաստատ կարող եմ ասել, որ անհնար է մարդը չհաջողի, եթե իսկապես անում է իր լավագույնը տվյալ ժամանակի մեջ եւ իսկապես հավատում է։ Ինչու եմ ասում երբեք չլսել ոչ ոքի, նույնիսկ երբ որ քեզ լավ խորհուրդ են տալիս, որովհետեւ ես իմ փորձով կարող եմ ասել, գուցե շատ վայրի բան եմ ասում, բայց երբ դու սկսում ես լսել լավ խորհուրդները, վատերը ակամայից նույնպես լսելի են դառնում։ Դրա համար միշտ պետք է լսես քո սրտին եւ առաջնորդվես քո ինտուիցիայով, գնաս ուղակի այն ճանապարհին, որին դու արժանի, այն ճանապարհի վերջին հասնես, որին դու արժանի ես, իսկ ինչի ես դու արժանի, ցույց կտա այն ճանապարհը, որով դու անցնում ես եւ ինչպես ես անցնում այդ ճանապարհը։
Քանի որ խոսեց երազանքներից վերջի հարց որպես դիտարկենք, ունես չիրականացված երազանք կամ երազանքներ։ Այո։ Եվ խոսքը ֆիլմի մասին է, թե չենք կարող բարձրաձայնել։ Կարող ենք բարձրաձայնել եւ սա թող լինի մանիֆեստ, այսպես ասած, ես երազում եմ, որպեսզի Հայաստանում նկարահանված ֆիլմը մասնակցի Օսկարի եւ ստանա Օսկար, եւ որ Օսկարի բեմից հնչի Հայաստան անունը։ Եվ ես շատ հուսով եմ, որ տարիներ անց այս տեսանյութը կվերցնեն եւ կհամադրեն մեկ այլ տեսանյութի հետ։ Մենք հավատում ենք։ Այո, մենք հավատում ենք երազող մարդկանց, որովհետև նաև մեր տաղավարում շատ այդպիսի երազանքներ հետագայում դարձել են իրականություն, երբ խոսել են գալիք կամ մոտալուտ ինչ-որ իրադարձության մասին, սպասումով, որ բերելու է հաջողություն, եւ հուսանք, որ քո այս տեքստերը եւս իրականություն կդառնան, ու մենք այդ հոլովակներն էլ կտարածենք նաև համացանցում, բոլորին պատմելով այսօրվա եթերի եւ երազանքի մասին։ Շնորհակալ ենք անչափ, որ դու հավատում ես։ Հավատում ես երազանքներին եւ հավատում ես այն ճանապարհին, որը բարդ է, բայց միևնույն ժամանակ տալիս է իր պտուղները, այս անգամ ֆիլմի տեսքով։ Մեդալի հակառակ կողմը շարունակում է մնալ մեծ էկրաններին, թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, այո։ Ճամփորդում է փառատոններով, տարբեր մրցույթներով, նույնպես դեռ ընթացքի մեջ է, դեռ այսինքն վերջնական իր ամփոփման փուլին չի հասել, մեզ նույնպես մնում է հաջողություն մաղթել ֆիլմին դեռևս իր անցնող ճանապարհի հետ կապված, բայց քեզ այսպես հեշտ ու հանգիստ բաց չենք թողել։ Պաշտպանելով որ այսօր առավոտը վիկենդը մեր եթերում, մենք քեզ հետ ուզում ենք մի խաղ խաղալ, եթե դեմ չես։ Խաղը կոչվում է ընտրիր թե կարող ես, կարծում վստահաբար համացանցում էլ տեսած կլինես, որ հնչում են տարբերակներ, այս դեպքում ռեժիսորներ են հնչելու, դու պետք է ընտրես, նա թե նա ու այսպես գանք հասնենք, տեսնենք ով է վերջում մնալու։ Պատրաստ ես։ Այո։ Մենք էլ ենք պատրաստ։ Մի քիչ դժվար է ընտրության շատ, առաջինը շատ դժվար է։ Սկզբից շատ ինչ-որ Եվ այսպես։ Բարդ ընտրության ենք սկսելու, եւ այսպես։ Անդրեյ Տարկովսկի թե Ֆեդերիկո Ֆելինի։ Ֆեդերիկո Ֆելինի։ Հազար ներողություն։ Ֆեդերիկո Ֆելինի թե Ինգմար Բերգման։ Ֆելինի։ Ֆելինի թե Ակիրա Կուրոսավա։ Ֆելինի։ Ֆելինի։ Ֆեդերիկո Ֆելինի թե Ալֆրեդ Հիչքոկ։ Ֆելինի։ Ֆելինի։ Միլոշ Ֆորման թե Ֆելինի։ Միլոշ Ֆորմանը շատ երկար սնվել է Ֆելինիից։ Ֆելինի բնականաբար չիջեցնելով նրանց կատարած աշխատանքը եւ թողած հետքը կինոարվեստում։ Ֆելինի թե Ջոն Ֆորդ։ Ֆելինի։ Մարտին Սկորսեզե թե Ֆելինի։ Ֆելինի։ Ֆելինի թե Տարանտինո։ Ֆելինի։ Տարանտինո թե Ֆելինի։ Գիտեք, հետաքրքիր է, որ այն բոլոր անունները վստահ եմ իրենք էլ կընտրեին Ֆելինիին, որովհետև իտալական նեոռեալիզմը մի ուրիշ շունչ բերեց ամբողջ կինոարվեստ եւ ներկայացրեց հասարակ մարդուն եւ Կաբիրիայի գիշերները, որի սցենարի հեղինակը Պազոլինին է, անհավանական մի համադրություն, ուղղակի ինձ համար թերևս կինեմատոգրաֆիայի լավագույն նմուշն է։ Ֆելինի։ 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 Լավ, Նիկոլաս Ռեյ թե Ֆելինի։ Ֆելինի։ Փարաջանը թե Ֆելինի։ Ֆելինի։ Չապլին թե Ֆելինի։ Չապլին։ Օ, Չարլի Չապլին։ Այո։ Չարլի Չապլին։ Ինչու։ Հետաքրքիր է, որ բոլոր ընտրությունները ես կատարեցի որպես մասնագետ եւ վերջին ընտրությունը ես կատարեցի որպես մարդ։ Երևի այդ պատճառով։ Եվ ամենավերջում Աննան լսեց իր սրտին, ինչպես եւ խորհուրդ էր տալիս այն նոր իր առաջին քայլերը կինոյի ասպարեզում եւ առհասարակ արվեստում մանող Աննա Մաքսիմին շնորհակալ ենք անչափ եւ հուսանք, որ քո այդ խորհուրդն էլ կլսեն բոլոր նրանք, որոնք որոշել են իրենց կյանքը կապել արվեստի, մասնավորապես կինոարվեստի հետ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ես էլ եմ ուզում ասել ու մաղթում ենք միմիայն հաջողություն ու հաճախ ենք ուզում քեզ տեսնել մեր տաղավարում, նոր ձեռքբերումների, նոր նվաճումների, նոր հաղթանակների շրջանակներում եւ իհարկե նոր մտքերի ու գաղափարների։ Հուսամ մենք մի օր հաստատ կօգտագործենք այն տեսահոլովակը, մեկ այլ տեսահոլովակի հետ ու այդ բեմից կհնչի այդ Հայաստանը։ Քեզ լավ օր ենք մաղթում, շնորհակալություն որ մեր տաղավարում էիր, իսկ մենք շարժվենք առաջ Սելիներես։ Այո, եւ լսենք լավ երաժշտություն։